Այնուամենայնիվ անմիզապահություն բավականին ցավոտ խնդիր է, հատկապես խոսքը ավելի տարիքով մեծ կանանց մասին է, որոնք այդ խնդիրը ունեն 50-60 տարեկանում, բայց պարզվում է, որ այդ խնդիրը իրենց մոտ առաջացել է տարիներ, տասնամյակներ առաջ, 10 տարի, 20 տարի, նույնիսկ 30 տարի առաջ, եւ այս առումով արդյոք էսթետիկ գինեկոլոգիան ասելիք ունի, հատկապես այն առումով, որ որքան շուտ միջամտենք, միգուցե խնդիրը այդքան չբարդանա եւ արդեն իսկ 50-60 տարեկանում կինը չտառապի։ Էսթետիկ միջամտություններով մենք սովորաբար կարող ենք օգնել կնոջը, եթե խնդիրը հին չէ, նոր է սկսվում խնդիրը, ինչքան խնդիրը խորանում է, այդ դեպքում էսթետիկ միջոցներով, էսթետիկ գինեկոլոգիայի գործիքներով դժվարանում է խնդրի լուծումը։ Թեև ես կարող եմ նշել, որ ինձ մոտ եղել է բուժառու, որը 83 տարեկան էր եւ լսելով լազերային միջամտության մասին դիմել էր, որպեսզի անմիզապահությունը բուժեինք լազերային միջամտությամբ։